Ասում են, որ իսկական տղամարդու պարագայում հետ պետք է բավարարվեն բոլոր կանայք, այսինքն չպետք է լինի կին, ուժեղ տղամարդու մասին միֆը, էլի, այսինքն չի կարա լինի աշխարհում կին, որ տվյալ տղամարդու հետ ինքը հարաբերություններ ունենա եւ չբավարարվի։ Կոմենտներում էլ մեկ-մեկ նմանատիպ թեմայի մասին, որ ես անդրադարձանում եմ, մեկ-մեկ մտնում գրում են. իմ հետ բոլորը բավարարվում են։ Ես իմ հին ժամանակներից եկած եւ մինչեւ մեր օրերը հասած հատկապես մեր երկրում շարունակում է արդիական մնալ, որ տղամարդու սեքսուալության ուժը անմիջական կապ ունի նրա անդամի չափի հետ, իսկ անդամի չափը ամենաանմիջական կապ ունի ձեռքի ափերի, քթի կամ այլ մարմնամասերի չափի հետ։ Սա միֆ է, չի համապատասխանում իրականության։ Եվ այս միֆի պատճառով ստացվում է, որ կանայք պետք է ընտրությունը տղամարդու կատարեին, ելնելով նրա արտաքին տեսքի տվյալներից, ինչքան մեծ էր քիթը, ինչքան մեծ էին կամ երկար վերջույթները, ըստ դրա կատարեր կինը ընտրություն, այսինքն կանայք լավերին տանեին, այն տակը ինչ մնար, մյուսները դրանով յոլա գնային։ Եվ ամենակարևորը, կոտրելով սեռական օրգանի, ոչ, ուջղան չմտածեք, կոտրելով սեռական օրգանի չափի մասին կարծրատիպերը, վերենք գրականության տվյալները։ Սեռական օրգանը սովորական ժամանակ միջինում ունենում է 5-ից մինչև 7, 9 մինչև 10 սանտիմետր երկարություն։ Իսկ մենք գիտենք էրեկցիայի պրոցեսի ինչ է իրանից ներկայացնում, առնանդամի արյունալեցվածության հաշվին սեռական օրգանը մեծանում է չափերով, ձեռք բերելով երկարություն, հաստություն եւ ամրություն։ Ինչպես վկայում են տարբեր գրականության տվյալները, սեռական օրգանը 5-ից 6 սանտիմետր, թե 9-ից 10 սանտիմետր սովորական ժամանակ եւ սեռական էրեկցիայի ժամանակ եւ 5-ից 6 սանտիմետրանոց օրգանը եւ 9-ից 10 սանտիմետրանոց օրգանը, կրկնակի չափով ոնց որ ստացվում է տարբերություններ կա, սովորական ժամանակ, իրանք էրեկցիայի ժամանակ ունենում են նույն չափը, այսինքն հիմնականում մեծամասն դեպքերում տարբեր այսպես տվյալներ, եթե մենք համախմբենք, էրեկցված ժամանակ սեռական օրգանի չափը տատանվում է 16-ից 18 սանտիմետր։ Անկախ նրանից, թե ինքը սովորական ժամանակ ինչ չափ ունի։ Չնայած այս միֆի պատճառով բազմաթիվ տղամարդիկ հայտնվում են կոմպլեքսի մեջ, ամաչելով նույնիսկ օգտվել հասարակական զուգարաններից։ Սա միֆ է, չի համապատասխանում իրականությանը, եղեք ինֆորմացված, տեղեկացված, գիտելիքով զինված, դա ձեզ կօգնի դարձնել ձեր կյանքի որակը ավելի լավը։